Մինչ Երևանում քննարկվում էին Սոտքում և Գեղարքունիքի մյուս սահմանամերձ հատվածներում մարտի 21-ին և 22-ին կրակոցների մասին լուրերը, այս համայնքներում կյանքը շարունակվում է իր հունով։ Կրակոցներ, այո, եղել են, հաստատում են Սոտքի բնակիչները, բայց գիշերը և տևել են կարճ։ Կար կրակոցներ, բայց չկա էլի այդ մի պահեր։ Գյուղի ուղղությամբ եղել, հա? Չէ։ Որն է Սոտքի առաջնային խնդիրը, հարցին Գևորգը կարճ ու հստակ է պատասխանում։ Խաղաղություն։ Մնացածը կաշխատենք կլինի էլի։ Ինչ է կարծում, հնարավոր է հետները լեզու գտնենք մենք։ Պետք է գտնողները պետք է գտնեն։ Մենք ինչ գտնենք։ Խաղաղության ճանապարհին մոտ 3 տարի առաջ 2022-ի սեպտեմբերին Սոտքը տեսավ ադրբեջանական ամենադաժան հարձակումը։ Մի քանի տասնյակ տներ հրետակոծվեցին, վնասվեցին ենթակառուցվածքներ։ Սեպտեմբերյան ռազմական հարձակումը Գեղարքունիքի և Սյունիքի տարբեր բնակավայրերի ուղղությամբ էր։ Դրանց հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում էր 207-ի։ Սոտքում կարմիրով պատված կտուրները հրետակոծության և վերականգնման մասին են վկայում։ Գյուղում, սակայն, ոչ թե հակառակորդն է ավելացնում արտագաղթը, այլ տնտեսական խնդիրները, մասնավորապես աշխատատեղերի պակասը։ Հենց չի, որ այս անասնապահությունով կարում ենք, եսի մինչերի հասնենք, զուտ գոյատևում ենք օրվա հացի փող։ Շատ անասուն ունեք։ Չէ։ Առաջնահերթ պետք է այս աշխատանքի հարցերը լուծվի, շատ տղեկ կան, որ գործ չունեն ու հազիվ յոլա են գնում։ Սոտքից ոչ հեռու Կուտականն է։ Հակառակորդը 2022-ին այս գյուղն էլ է հրետակոծել։ Վերջին օրերին գիշերները այստեղ կրակոցների ձայներ լսել են։ Միջդիրքային կրակոցներ էին։ Հայկական ու ադրբեջանական դիրքերին ամենամոտը անասնապահ Մարտինի տունն է։ 700 թե 800 մետր է։ Այս ձեր տնն։ Հա։ Ավտոմոտը հասցնում է, այն պրինցիպս սայլակա։ Սակերը մեջ է, պատերով, իշկա սա խփած է։ Գեղարքունիքում նախկինում ռուս սահմանապահներն էին հերթապահում, հիմա էլ նրանց փոխարինել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։ Մեր այցելության պահին նրանք Կուտականում էին։ Նրանց ներկայությունը իրավիճակ է փոխել, ավելի հանգիստ է, ասում էր Մարտինը։ Դիտորդական առաքելությունը էլի քաղաքացիական, այնտեղ կանգնած է, ես տեսնում եմ, ավելի ապահով է, ապահովություն զգում եմ։ Միջև այսօր հավատա, հա, հələ դաժե հիմա եթե կոնկրետ ցելով չեն խփում, դու ստե իմ հետ կարեմ ես սենց ազատ քայլես, ամեն ինչը լավ անտանեմ։ Իրանք շնորհիվ է լուրջ եմ ասում։ Եվրոպական միության դիտորդների ներկայությունը փոքր, բայց զգալի փոփոխություն է բերել, ապահովության զգացում և ավելի հանգիստ առօրյա։ Չնայած սահմանային լարվածությանը, Սոտքում և Կուտականում մարդիկ շարունակում են ապրել, հենվելով խաղաղության հանդեպ հույսի և իրենց սեփական ուժերի վրա։